ես չգիտեմ մյուս տարի երբ դուրս կգամ եթեր, հիմա վաղուանից էլի սկսում են նկարաններս, բան չգիտեմ, սա վերջի եթերն է այս տարվա թե ոչ, բայց կուզեի այսպես ամփոփեի տարին, թե ինչ արեցի ես, ինչ եղավ երկրում, ինչ եղավ մեզ հետ, նախ անչափ շնորհակալ եմ իմ հետևորդին, որ այս տարի ալիքս դարձեց 100,000, մի քիչ ավել հիմա արդեն մեր, այսպես ասած, մեզ նման մտածող մարդիկ շատացան, ուրախ եմ, շնորհակալություն նաև հանդիսատեսին, որը որ եկավ ներկայացումներից, այս տարի բավականին ծանր տարի, ծանր տարի որն է, բեղմնավոր տարի էր, ես արեցի նոր ներկայացում տարինց քեզ հետ, շատ հաճույքով խաղացի այն իմ հարազատ կանեռային թատրոնում մի քանի հատ, հետո այստեղ խաղացի Լոս Անջելեսում, խաղացի նաև Սարի թատրոնում իմ ստենդափները, և 26-ին էլի կհանդիպենք, իհարկե նույն հարթակներում, Ամերիկային նահանգներում ստեղծեցի ընկերներից հետ միասին ջազ բենդ, հիմա մեծ հաջողությամբ ելույթ եմ ունենում Լոս Անջելեսի տարբեր ակումբներում և հուսամ 26-ին շարունակվելու է, գրեցինք նոր երգեր, նոր ռեպերտուար, մի խոսքով կյանքը, այսպես ասած, ստեղծագործական եռում է, իսկ հիմա վերադառնանք մեր երկրի, մեր հայրենիքի թեմաներին, սփյուռքի թեմաներին և ընդհանրապես ինչ ունենք մենք 25-ում և ինչ ենք տանում մեզ հետ 26 թիվ։ Միշտ երբ որ տարին բծնում է, սկսում ես մտածել, լավ ինչով ես մտնում նոր դարաշրջան, այսպես ասած, հա, ինչ ասեմ, մեր բոլոր խնդիրները, խնդիրները շալակած էլի տանում ենք և այդ խնդիրները մի քիչ ավելացան։ Եթե մենք առաջ ունենք տենց լուրջ, սուր, պարակտման խնդիր եկեղեցու և իշխանության միջև, ապա հիմա այդ խնդիրը ունենք և տանում ենք դեպի 26 թիվ, որն է նպատակը եկեղեցու նպատակը եղել է միշտ մեկը, նա ուզել է այսպես ասած, իշխանությունը պահել իր գրպանում, թագավորներից բռնած, իշխաններից վերջացրած և իհարկե այս իշխանությանը նույնպես։ Իշխանության ուզած է նա, որ ունենա իրան հարմար եկեղեցի, որպեսզի եկեղեցին չզզվացնի ու չխանգարի տարբեր Բագրատ սրբազաններով կամ էսի ինչ-որ սրբազաններով, որոնք որ համաձայն չեն իշխանությանը, դեռ ավելի մտնում են քաղաքականության մեջ, ուզում են խանգարել։ Իշխանությունը ուզում է ստեղծել մի եկեղեցի, որը որ իրան հարմար լինի, դեռ մի հատ ոչ այնքան պարկեշտ ցանկություն կա իշխանության մոտ, դա սփյուռքի եկեղեցու հետ, այսպես ասած, եկեղեցուց լինել անկախ, այսպես ասեմ, այսինքն այն նարատիվները, որ իշխանությունը տանում է, ասենք, երրորդ հանրապետություն, հրաժարվել ինչ-որ սիմվոլներից, ինչ-որ արժեքներից, որ մենք համարում ենք արժեք, որպեսզի եկեղեցին չխանգարի, գոնե ներսում, դուրսը ինչ ուզում են խոսեն, բայց ներսի եկեղեցին և կաթող եկեղեցու ամենայն հայոց լինի իրեն հարմար, որպեսզի նա կարողանա իր այդ իդեալները տանել առաջ։ Հիմա չեմ խոսում դա լավ է թե վատ է, ինքներդ մտածեք։ Եվ մենք այդ խնդիրով մտնում ենք հիմա 26 թիվ։ Իշխանությունը սարսափում է իհարկե այդ Ղարաբաղ թեմայից, եկեղեցին ասում է այդ թեման, իշխանությունը սարսափում է և իրեն հարմար չի իր քաղաքականության համար Ղարաբաղցիների վերադարձը և այլն, եկեղեցին էլ դա գիտի ու հատուկ խոսում է դրա մասին, հատուկ գեներացում է այդ մտքերը, հաչացնում է մեր հարևանին, իշխանությունն էլ հազիվ ասել տակը հարմարվել է, չի ուզում որ հաչանել թեմայով և դա բերում է կոնֆլիկտի։ Դա նորմալ օբյեկտիվ վիճակը դա է հիմա և մենք այդ տանում ենք 26 թիվ, այդ ոնց ասեմ, այդ խնդիրը, հա, դա իսկապես լուրջ խնդիր է, ոչ մի լավ տեղ չի տանում, ասել եմ դրա մասին արդեն, բազմից եղել է դրա բանը, հա, առիթները և
Ինձ թվում է մինչև նոր տարի էլ տենց լուրջ ինչ-որ բախում, բաման չի լինի, գնան էջ միածին խփեն իրանց պոլերով, պատերով, տակ գլուխները ջարդեն, բան տենց ասենք հա։ Գիրեք իշտա հետաքրքիր էգզիստենցիալ ինչ-որ մի հատ վիճակ ա ստեղծվել։ Իշխանությունը չի կարող հետ կանգնի, կողոպիտը չի ուզում, եկեղեցին չի ուզում, որովհետև տեսեք կա 10 ինչ-որ քահանաներ, կամ սրբազաններ, ովքեր որ կաթողիկոսի դեմ են դուրս եկել, հետ ճանապարհ չունեն իրանք պետք է գնան մինչև վերջ։ Եվ եթե իրաց մոտ չստացվի, ասես այդ մարդիկ մնում են դուրսը, որովհետև իրանց էլ հետ չեն ընդունի։ Ուրեմն հիմա մի այնպիսի վիճակ ա ստեղծել, պետք է մինչև վերջ գնացվի։ Այդ մինչև վերջ ուրա տանելու մենք չգիտենք։ Գիտեք, եկեղեցու շահառուժեմ առանձնապես մի տենց երևելի մի նշանակություն չեմ տալիս ինձ համար, կոնկրետ ինձ համար, բայց ընդհանուրը որպես ինստիտուտ իհարկե կարևոր ինստիտուտ է, եթե մարդը լինեն երկուսն էլ կհամագործակցեն իրար հետ, իշխանությունը եւ եկեղեցին այն նարատիվները, որ իշխանությունը չի կարողանում, ասենք, ասել կամ հարմար չի իրեն ասել եկեղեցին կարող էր առաջ տանել Հայաստան, Սփյուռք, չգիտեմ, ասենք, ցեղասպանություն, Ղարաբաղցիների վերադարձ, տես բաներ, հա, որ ասել դե գիտես, դա ես չեմ, դա եկեղեցին է։ Բայց դե այդքան խելք ա պետք է, դիպլոմատիա է պետք ունենալ, խելք ա պետք, կրթություն ա պետք ունենալ, պետք է այդքան քենոտ չպետք է լինես իրար հանդեպ, որը ոչ կաթողիկոսն ա մի բան, ոչ իշխանությունն ա մի բան, երկուսն էլ նույն մակարդակին խոժանություն ա ստացվում, տենց ցածր մակարդակը էլի այդ ամեն ինչը չի, ոնց ասեմ, բան չկա էլի տենց մի բռունցք չեն, հա, կոպիտ ասած, եւ ինչի մասին է խոսքը, մի բռունցքի ծաղելի է, չէ, հայերի դեպքում ասել մի բռունցքի ֆուտբոլ չեն կարող վաղանք, ուր մնաց, ասենք, տենց մի բռունց դառնանք այդ հարցում։ Տանում ենք մեզ այդ 26 թիվ ատելություն իրար հանդեպ, այդ դա ավելի վատ է, գիտեք ինչ, իշխանությունը եկեղեցին իշխանություն են թող տան իրար, ինձ այդքան էլ չի հետաքրքրում, բայց որ մարդիկ են սկսել իրար ատել, որ մարդիկ են իրար հանդեպ վատ, ասենք, երբ որ մարդիկ են իրար քլնգում ամբողջ օր Facebook-ում, եւ դա այդ կեղտը տանում է 26 թիվ, դա իհարկե լավ չի։ Ես կոնկրետ իմունիտետ ունեմ, ես թքած ունեմ ով մասին ինչ կասի բան, որովհետև ես իմ գինը գիտեմ, ես ոնց ասեմ, ես բան եմ, չեմ ասի ուժեղ եմ, անտարբեր եմ, հա, լավ բառ կա, ռուսերեն չեմ ուզում ասեմ, ինչ եմ, հասկացաք երևի թե, բայց դե որոշների վրա դա շատ է ազդում եւ շատ տխուր է, երբ որ այդպես իրար հետ վարվում ենք եւ փոքր ժողովուրդ ենք իմ մեջ, ժողովուրդ ջան, ասենք, բոլորը իրար գիտեն, բոլորը իրար ոնց ասեմ, ընտանիքներով են կապված, հետո մի քիչ փորեցեցքի երևի թե բոլորից բարեկամներ ենք, բայց դե անեցեք իրար հանդեպ լավ է ու շատ լուրջ էլի, որ նայում ես ասում ես, լավ լուրջ եք ասում ժողովուրդ, հա յանի ինչ էլի, այս եկեղեցին էլ, այս իշխանությունն էլ այսօր կա, վաղը չկա, բայց մենք մնալու ենք, մենք պիտի ապրենք, մեր երեխաները, մեր թոռները ապրելու են այդ երկրում վերջո։ Ինչ վերաբերվում է խաղաղությանը, որը որ իշխանությունը մեզ խոսք ա տվել, որ 26-ին մենք մտնում ենք խաղաղության դարաշրջան, իհարկե սուտ է, ասում եմ դա գիտենք, որովհետև Ադրբեջանը շարունակում է զինվել, Ադրբեջանը լարում է իր հասարակությունը ընդդեմ Հայաստանի եւ մենք հասկանում ենք, որ դա շատ օբյեկտիվ պատճառ է, որովհետեւ Ադրբեջան պետությունը ստեղծվել է Հայաստանի դեմ։ Այն ամենասկզբից 20-ականներում ամբողջ մեր, ասենք, ունեցվածքը, հողերը, քարտեզները ոնց ուզեցան գծեցին, ամեն ինչ արեցին, որ մենք դառնանք բանի սովետական միության ամենափոքր երկիրը, բայց եւ այնպես դարձանք ազդեցիկներից մեկը, որովհետեւ ի տարբերություն շատ ու շատ ժողովուրդների մենք աշխատասեր էինք ավելի մեծ կապեր ունեինք, համ Սփյուռքում, համ Մոսկվայում եւ ստեղծեցին մի հզոր, ասենք, սովետական մի երկիր, հա, որտեղ նույն ադրբեջանցիները գալիս էին կարակ էին առնում, ասենք, գնում էին եւ սովետի քանդումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ եւ թեթև ձեռքով KGB-ի, որի հետ ինձ այդպես է թվում համագործակցում էր Լևոնի թիմը, քանդեցին հիմնովին մեր ամբողջ
էկոնոմիկան, ամեն ինչ, ասենք ինչ է, ստանոքները տարան ծախեցին, սաղձու, չպատմեմ էլի ոնց էին $50 ասենք գործարաններ առնում այդ վաուչերներով, բաներով, ստեղծեցին օլիգարխիկ մի զզվելի համակարգ, որը մինչև մի ուտում ենք։ Եվ այդ ամեն ինչը մենք տարեց տարի տանում ենք եւ հիմա էլի տանում ենք 26 թիվ, հա։ Էլ ինչ ենք տանում 26 թիվ, հա, այդ խաղաղության մասին ասեմ, Հովուրդ ջան։ Ինձ ինչ որ ես ասեմ դա իհարկե սուբյեկտիվ է, կարող եք չհամաձայնվել։ Իհարկե կա, ասենք, որոշ առևտուր, հա, հիմա ասենք բենզինա գալի Ադրբեջանից, ցորեն եկավ Ադրբեջանի տարածքով, իհարկե մեր վերքերը շատ թարմ են եւ երևի իմ ձեռնել չգնա, ասենք, այդ էժան բենզինը առնել, բայց ժամանակի ընթացքում իհարկե կառնենք, բայց խոսքը դրա մասին չի, հիմա իշխանությունը փորձում է մեզ համոզել, որ տեսեք ինչ լավ է, այ դա կբերի խաղաղության այն ժամանակ, որ մենք էլ սախելու ման ունենանք ինչ որ Ադրբեջանին, հասկանում եք, որովհետեւ մի քանի լիտր բենզինը որ Ադրբեջանից է ծախում, կարա ուրիշին ծախի, ոչ մի խնդիր չկա, բայց եթե մենք էլ կարողանանք ինչ որ մի բան հանենք դուրս, ասենք էլեկտրոէներգիա, ասենք խմելու ջուր, չգիտեմ, մի բան, որ Ադրբեջանում քիչ է, այդ ժամանակ միգուցե դա մի փոքր զսպող ինչ որ էլի էլեմենտ կլիներ, որովհետեւ գիտեք ինչ, Ալիևը մեծաշուտ թքած ունի, իր տարածքով եկավ այդ սորենը կամ բան ասենք, հայն, եթե Իրան եւ իր ընտանիքին, երկրին չի, ոչ մի երկիր պատերազմ չի ուզում, պետք եղավ պատերազմ սկսել, նա կսկսի այդ պատերազմը, իսկ պետք կարող է լինել, եթե աշխարհաքաղաքական ինչ-որ վիճակ ունես դզվի, որ ասենք Իրան հարմար լինի այդ պատերազմը սկսել, նա չի նայի ոչ այդ մի քանի տոննա բենզինին, ոչ այդ ցորենին, մանավանդ որ մենք ես չգիտեմ ինչ ենք տալու մենք իրենց, այ մենք ինչ ենք մենք վաճառելու Ադրբեջանին եւ արդյոք այդ վաճառածը այնտեղ կընդունեն։ Դա այդ խնդիրներն է։ Նու միգուցե դա մի process է, որ պիտի ժամանակ անցնի եւ կարող է կանգնի իր տեղը։ Այ այդ ժամանակ միգուցե մենք խաղաղությանը ելի մի փոքր կմոտենանք, բայց մեր սրտում միշտ կլինի թշնամանք եւ ատելություն ադրբեջանցիների հանդեպ, որովհետեւ այս խնդիրը լուծվեց անարդար ամենավատ սցենարով մեր իշխանություններին, ոչ իշխանության միայն այսօրվա իշխանությունների ապաշնոր, դեգեներատ եւ վատ կառավարման պատճառով, որովհետեւ այլ լեգիտիմությունը, որ ուներ Նիկոլ Փաշինյանը, խոսքի նա կարող էր օգտագործել եւ մենք ինչ որ մի բանի հասնեինք, առանց պատերազմի կամ նվազ կորուստներով, այն անուղեղ իշխանությունները, որոնք որ կային եւ իրանց ու բոլորիս ձվերը դրել էին մի բանի մեջ, մի զամբյուղի մեջ ու պահում էին, վերջը այդ մեր ձվերը ջարդվեց, այսպես ասած, այսպես շատ պոետիկ ստացվեց, իհարկե ներեցեք, խաղաղություն այդպես չի լինում, եւ ես չգիտեմ երբ կսկսվի էլի պատերազմ, 30 տարի հետո, 20 տարի հետո, 10 տարի հետո, ոնց է սկսվելու, չեմ հասկանում, չգիտեմ, հասկանում եմ նաեւ իշխանությանը, որ չի ուզում դրա մասին ընդհանրապես խոսել, Ղարաբաղ թեման փակել է, վերջ, չխոսենք, որովհետեւ պիտի վերընտրվի, որովհետեւ հենց որ մի բան ասենք Արցախ ասեց, Ալիևը մի անգամից սկտստելու ասի, Արցախ ասեցի, մեկ էլ ենք հասկանում, հո ապուշ չենք ամեն ինչ հասկանում, եւ այդ խնդրը մենք տանում ենք դեպի 26 թիվ 26 թիվ ենք տանում սարսափելի վատ կրթական համակարգ, որովհետև ես տեսնում եմ իմ տղայի ընկերներին, իմ տղայի ծնողներին, ընկերների ծնողներին, որոնք որ պատմում են, թե ինչ է կատարվում հայկական դպրոցներում, ինչքան խնդիրներ կան, կրթական խնդիրներ կան, այլ բարոյական խնդիրներ կան, կամաց ծագում է այդ խնդիրները, տանում ենք 26 թիվ չկարգավորված բանակ, որովհետև մինչև հիմա նստած են հենց այն գեներալները, որոնք որ պետք է պատերազմից հետո ինքնասպան լինեին, եթե լինեին տղամարդ, եթե լինեին իսկապես գեներալներ, եթե լինեին սպայի կոչումը կրող անձնավորություններ, բայց չէ, իրանք ինչ
տղաներ իրանց համար փորով ոռով գեներալներ են ասենք մեդալները կախած դոշին, հա, ժամանակին կարող է պատահի քելբաջայում մենք երկու թուրքին մորթե բաման կարող է այդ մակարդակի տպեր են մեծ մասը իհարկե մեջները կան են նորմալ մարդիկ ժողովուրդ ջան չկարծեք թե բոլորին փնում է քահանաների մեջ էլ կան նորմալ մարդիկ չասեք որ սաղին քննգում ես չէ բացարձակ դու իշխանության մեջ էլ կան նորմալ մարդիկ լիքը բայց ընդհանուր առմամբ մենք այդ խնդիրները տանում ենք դեպի 2026 թիվ Նույնը լսում եմ, որ Փաշինյանը խոսում էր մեր համազգեստը փոխելու մասին։ Իհարկե, լավ բան է, որ են չմո համազգեստը, որ ունենք դեռ ավելին ամեն մի կարբուրատը ամեն մի դաշտում աշխատող, ամեն մի մարդ, ամեն մի, չգիտեմ, հայաթում փորող, ասենք, քաղաքացի այդ համազգեստը հագնում, հա։ Դե հարմար է գոր համբալություն անելու համար հարմար է, էլի կոպիտ ասած։ Ես օրինակ կդնեի այդ հարցը շատ լուրջ, որ զինվորական համազգեստը հագնելու համար մարդկանց ուղղակի տուգան է, որովհետև դա հագուստ է, ֆորմա է, չի կարելի հագնել, հա։ Հիմա այդ ֆորման փոխվում է, իհարկե լավ է, բայց լավ կլիներ, որ այդ ֆորման ունենա նաև բովանդակություն, հա, միայն շոր չլիներ։ Իսկ մենք գիտենք, որ շորի մեջ երբեմն լինում են վատ մարդիկ, երբեմն լինում են լավ մարդիկ, վատ մասնագետներ եւ լավ մասնագետներ։ Իսկ մեր բանակի մասնագետները դեռ այն մասնագետները չեն, որ մենք երազում ենք։ Դեռ ինչ անեմ, այս խնդիրներ ենք տանում դեպի 26։ Ես կարող եմ էլի խնդիրների մասին խոսել, բայց ճիշտ ասած հավես չկա։ Չգիտեմ, այս տարի էլի կմտնեմ եթեր թե ոչ, եթե չմտնեմ, չեմ կարծում, որ առանձնապես տխրեք։ Եվս մեկ անգամ շնորհակալություն իմ համ գոլեգաներին, ովքեր որ ինձ հետ միասին անցան այս տարին եւ իհարկե իմ սիրելի հանդիսատեսին, որ ինձ կերակրեց, որ ինձ պահեց համ YouTube-յան ալիքում, համ ներկայացման դահլիճներում, որ ինձ սափարեց Արավին Տոմսերը, շնորհակալություն։ Մի երկու հատ դեբիլ կա ալիքում, դրա Տոմսերը չարնի կայան, դրա Տոմսերը արայք ասել է։ Երկու հատ մի հատ բիձա կա, այստեղ ապրում ոնց հիվանդ է, անասուն է։ Ամեն անգամ ասում է, որ ազգանունը որ կարդամ, մի անգամ կասեմ, չեմ հիշում ով է։ Դες մի երկու հոգի կա։ Դե ինչ ես հակյա սև փյարդել է։ Փյարդը դες գրեք, կարող եք դες բաներ էլ ասել։ Ես ասեմ, իմ երեսը այդ կողմից պատոշ է ժողովուրդ ջան։ Ես չեմ նեղում դες բաներից, մանավանդ որ ձեր ամեն մի կոմենտը ինձ մի կոպեկ փողաբերում, կոմենտեք, այնքան կարող եք եւ հայհոյել, այո։ Այսպես սիրելիներս վերջ, երևի թե հենց այսքանը շնորհակալություն, ես կնոպ կես գտնեմ ու գնամ ներս։ Կհանդիպենք մյուս տարի, երևի։